Մոռացեք էսկալացիայի ու պատերազմի մասին համաձայնագիրը համաձայնեցված է, պատրաստ ենք ստորագրել Մինսկի խումբը լուծարելու համատեղ դիմումի հետ միաժամանակ, Փաշինյանի հայտարարությունը։ Երևանի մտահոգությունը, Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություն ունի մեր ինքնիշխան տարածքների 60%-ի նկատմամբ, Հայաստանի արտգործնախարարի հարցազրույցը։ Մշակութային ցեղասպանություն, բարբարոս ձեռագրով, Ալիևը Արցախում ջնջուն մաքրում է հայկականության բոլոր հետքերը, Սարգսաշենը աշխարհի երեսից վերանալու վտանգի առջև։ Ճոխ թվեր բարեկեցության մասին, կրքեր խորհրդարանում բյուջեի կատարողականի շուրջ, ով ում է մեղադրում մանիպուլյացիայի համար։ Զվարճանք թե դիվային խաղ, դպրոցներում տարածում ստացած դռների խաղը վտանգել է երեխաներին, ահաբեկել ծնողներին, մասնագետների զգուշացումները։ Կոկային, ծխախոտի տուփում, կաթուցիչում դեղնականաչավուն նյութ, Տելեգրամով թմրամիջոցի շրջանառության կասկածանքով 2 երիտասարդ է ձերբակալվել։ Հայկական կինոն 102 տարեկան է, ումն են ամենաշատ մրցանակները պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությանը։ Եվ այսօր ավագ հինգշաբթին է, հաղորդություն ստանալու, զղջալու, ապաշխարելու խորհրդով, առանց որի փրկություն չի լինի։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվ այսպես Հայաստանը ևս իր մտահոգություններն ունի Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, Թուրքիայում միջազգային լրատվամիջոցներին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի անկախության հռչակագրում դրույթ կա, որ ներկայիս Ադրբեջանը առաջին հանրապետության իրավահաջորդն է եւ հավակնություններ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ի նկատմամբ։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Միրզոյանն ընդգծել է, որ ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, իրատեսական չէ, աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխանել է բոլոր հարցերին։ Որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, թեպետ Բաքուն վիժեցնում է այս հարցը, անարձագանք թողնում, հայկական դիվանագիտության ղեկավարն ասում է, մի քանի մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Թուրքական լրատվամիջոցն է հարցնում, ինչպիսի առաջարկներ ունեք խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի եւ վայրի վերաբերյալ, եւ արդյոք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Հայաստանի արտգործնախարարը թուրքական հյուրընկալությանը չի անդրադառնում, բայց ասում է, մենք բանակցում ենք, որովհետեւ այլընտրանք չկա։ Եթե ունենք խաղաղության օրակարգ, ապա ինչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ It's not important. We can sign it. Գիտեք, դա էական չէ։ Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Ես չեմ բացառում որևէ բան։ Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը։ Չեմ բացառում որևէ տարբերակ։ Reuters-ի լրագրողը գիտի, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Նրա հարցը կարճ է։ Դուք կդիտարկեք սահմանադրական փոփոխություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե ոչ։ Ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս սահմանադրության փոփոխություն, այլև նոր սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, եւ հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Միրզոյանն ասում է 2018-ից են պնդում նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, եւ դա շարունակում է մնալ օրակարգում։ Ասում է, մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա, բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ ըստ նրա կառուցողական չէ։ Իսկ կարող է Թուրքիան կառուցողական դեր խաղալ երկու կողմերին մոտեցնելու համար։ Օրինակ առաջնորդների մակարդակով եւ այդ հարցը քննարկել եք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Հարցը CNN Թուրքից էր։ Այո, իհարկե, եւ ինչպես ինձ թվում է, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետեւյալն է։ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում։ Ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։ Լրագրողը բրիտանական լրատվամիջոցից չի հավատում Բաքվի բարի կամքին, հարցնում է, արդյոք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխությունների կամ ԵԱՀԿ առաքելության կամ էլ նույնիսկ Եվրամիության մոնիթորինգային առաքելության վերաբերյալ բարի մտադրություններով են։ Լրագրողը շարունակում է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանից ձեզնից առաջ հայտարարեց, հետո էլ ներկայացրեց այդ պահանջները։ Եթե
դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեցել, երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն, ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ալմատիի հռչակագիրը ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք, իսկ այդ հռչակագրում խորհրդային հարաբերությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ, ասել է Փաշինյանը, եւ Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերի կրկին կոչ է արել ծայրահեղ պատասխանատու լինել, չանել հայտարարությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնացրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել եւ ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում, համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դա հնարավոր է Բաքվի եւ Երևանի համատեղ դիմումի հիման վրա։ Միաժամանակ Զախարովան ասել է, որ Պուտին-Փաշինյան-Ալիև երակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, այդ ձևաչափով փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում, ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների մարդասիրական բնույթի հարցերը, ասել է Զախարովան։ Թբիլիսիում այսօր կայացել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների առաջին հանդիպումը, մասնակիցները այն որակել են դրական եւ կառուցողական։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրության ոլորտներում եռակողմ համագործակցությունը նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը, նշված է պաշտոնական հաղորդագրությունում։ Իսկ իրականում ինչին են միտված Բաքվի եւ Թբիլիսիի ջերմացող հարաբերությունները, Ալիևի ռևերանսները, որ որպես տարածաշրջանային դերակատար անընդհատ Վրաստանին է մատնանշում, այդ երկրի նախագահին ընդունում, միջին միջանցքի թեզն առաջ քաշում, որ պիտի անցնի Ադրբեջանով եւ Վրաստանով շրջանցելով Հայաստանը։ Ինչ են խոսել, ինչի մասին պայմանավորվել, Տիգրանուհի Կուրղինյանի ռեպորտաժում։ Վրաստան են գնացել Հայաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները եռակողմ հանդիպում, փակ ձևաչափով։ Պաշտոնական հաղորդագրությունները սեղմ են, քննարկվել են հարցեր, որոնք հետաքրքիր են երեք երկրներին։ Եռակողմ հանդիպումը չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Ավելի շուտ դա երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերն են կառուցողական եւ փոխշահավետ ներգրավվածություն հաստատելու համար։ Տպավորություն է, թե այս հանդիպմանը նախորդող օրերին Ադրբեջանի նախագահը նախապատրաստվում էր կեղծ տեղեկատվական գրոհի տակ պահելով վրացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ադրբեջանա-վրացական մտերմությունը վերջին օրերին աչք էր ծակում։ Փորձագետները նկատում էին, որ թեև այդ երկրների հարաբերությունները տարիների պատմություն ունեն, բայց հիմա առավել նկատելի անցուդարձ կա։ Մի քանի օր առաջ էր Ալիևը պնդել, որ Ադրբեջանն ու Վրաստանը որպես տարածաշրջանային դերակատար երկրներ պետք է տարածաշրջանի հարցերը միասին լուծեն։ Երեկ ընդունել էր Վրաստանի նախագահին, հանդիպմանը հայտարարել, որ կարևոր է միջին միջանցքի դերը, որը անցնելու է Վրաստանով ու Ադրբեջանով։ Ալիևին հաջողվում է ակտիվացնել իր նախընտրած հարթակները, խաղից դուրս թողնելով արտատարածաշրջանային միջնորդներին, որոնց անունը լսել չի ուզում։ Նաև Հայաստանի տարածաշրջանային դերն է նվազեցնում։ Վրաստանը իր հերթին տնտեսական հանգամանքներից ելնելով ադրբեջանական դիվանագիտական ժեստին ընդառաջ է գնում, համատեղ միջազգային պրոյեկտներ, մեծ ներդրումներ, փողը հարց է լուծում։
Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ ունի Վրաստանում եւ դրանով կարծես նաեւ կարողանում է ինչ-որ ձև ազդել որոշումներ կայացնելու եւ Վրաստանն էլ չի կարող անտեսել Ադրբեջանի ուղղությունը եւ չի ուզում, որովհետեւ Ադրբեջանի հետ համագործակցությունը Վրաստանի համար ըստ էության շահեկան է։ Դա բնական է, այն հնարավորությունը, որ Ադրբեջանը տալիս է Վրաստանին, այլընտրանք չկա։ Բայց Ալիևի խաղերը չեզոքացնել հայկական կողմը ամեն դեպքում կարող է, որովհետև Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցությամբ։ Փորձագետն ասում է, մենք էլ տնտեսական խայծ ունենք, միայն թե պետք է դիվանագիտությունը գործի, որպեսզի ոչ թե դուրս մնանք անցուդարձից, այլ լինենք գործոն։ Ճիշտ է, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանին դուրս կթողնեն այդ միջազգային նախագծերից, բայց այստեղ հարցը այն է, թե ինչքանով է մեր երկիրը կառավարությունը աշխատելու տարբեր գործընկերների հետ եւ տարբեր նախագծերում մենք կարողանանք ներգրավել, օրինակ Հյուսիս հարավ այս նախագիծը, որ Իրանով, Հայաստանով, Վրաստանով նույնպես այլընտրանքային ճանապարհ հնարավոր է գործարկվի։ Այս առումով էլ մենք իրականում ենթակառուցվածքների մի փոքր բարելավելու խնդիր ունենք։ Նախորդին Հայաստանի արտգործնախարարը ասում էր, որոշ փորձագետներ պնդում են, որ խաղաղության խաչմերուկը հենց միջին միջանցքի ճյուղ է։ Այս նախագիծը սակայն տարածաշրջանում դրական առարկայական արձագանք չի ստացել, ու մինչև մենք մեջբերում ենք այդ նախագիծը թղթի վրա, Ալիևը հողի վրա երկաթուղի է կառուցում։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Թեհրանը պատրաստական է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին եւ Բաքվին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։ Մաջիդ Թախթ Ռավանչին ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար եւ երկու երկրներին հորդորել կենտրոնանալ ապագայի վրա, մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ Բաքուն շարունակում է բարբարոս քաղաքականությունը, Արցախում ջնջում հայկական բոլոր հետքերը։ Երբեմնի ծաղկուն Ստեփանակերտը ուրվական քաղաքի է վերածվել, թալանվել ու ավիրվել։ Քարինտակն ու Հադրութի 3 գյուղ ամբողջությամբ հողին է հավասարեցվել։ Հերթնայժմ Սարգսաշենինն է։ Արբանյակային տեսանկարահանումները խայտառակ պատկեր են գրանցել։ Բաքուն ծրագրված մշակութային ցեղասպանություն է իրականացնում, գետնին հավասարեցնում միջնադարյան եկեղեցի, դպրոց, մանկապարտեզ թե գերեզմանոց։ 2020 թվականից ի վեր տարածքների զավթմանը զուգընթաց ադրբեջանցիները Արցախի բնակավայրերն են ոչնչացնում։ Պետական մակարդակով համատարած թալան կազմակերպում։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, նաև Հադրութի շրջանի Մոխրենեսը, Մարիամաձորն ու Ցամաքձորը։ Հերթը հասել է Մարտունու շրջանի Սարգսաշենին։ Զաբելտատը նոր է իմացել, որ գյուղն ավերել են։ Հոգեկան ստրես ենք ստանում, ոչ մեկը չենք ցանկանա, որ այդպիսի հոգեվիճակում լինի։ Մանավանդ որ նոր էլ հայտնեցին, որ մեր գյուղը լրիվությամբ բնաջնջել է, դա մեզ համար вообще անտարելի է։ Գեղեցիկ տեսարժան վայրեր ունեինք, շրշուրանը, մարտիկ ամառվա սեզոններին լրիվ գալիս էին այնտեղ հանգստանում, գետը հոսում էր բարձրից թափվում ներքև, ամբողջ Ղարաբաղը ամառվա հավաքվում էր այնտեղ։ Նորակառույց համայնքի տուն ունեին 5 տարի էր ինչ գործում էր։ Այնտեղ էր գտնվում ակումբը, գրադարանն ու բուժկետը։ Գյուղը շատ լավն էր, հիացմունքի արժանի վայրեր ունեին, բայց ափսոս ոչ ոք չի իմանա ինչպիսին էին դրանք, պատմում է Զաբելտատը։ Արբանյակային պատկերներն են ցույց տալիս, հիմնականում գյուղերի տների տանիքները ոչնչացրել են, եւ այս ամենն արվում է նաեւ տարբեր գյուղերի պատմական լանդշաֆտի խաթարմանը զուգընթաց, հողին հավասարեցնելով ոչ միայն քաղաքացիական բնակավայրերը, բնակելի տները, այլև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները։ Մենք շատ ցանկանայինք, որ նույնիսկ մեր Ղարաբաղը վերցնեն, մենք ասենք գնացեք ձեր Ղարաբաղում ապրեք, թեկուզ մեր գյուղներ չունի, մեր Ղարաբաղը դիտի։ Բռնի տեղահանվածներն ունեն միջազգային օրենսդրությունով սահմանված վերադարձի իրավունք, եւ փաստորեն քաղաքացիական բնակավայրերը, գյուղերն ու քաղաքներն ավերելը ուղիղ խախտում է վերադարձի իրավունքը, ասում է մշակութաբանն ու ընդգծում։ Սա նաեւ արգելում է միջազգային հումանիտար իրավունքը։ Բնակելի տները չեն համարվում ռազմական օբյեկտներ, ուստի դրանք հետպատերազմական իրավիճակներում եւ բռնազավթված տարածքներում պետք է պահպանվեն։ Այստեղ շատ կարևոր է միջազգային հանրությանը ճիշտ ինֆորմացիայով իրազեկելը, որովհետեւ մենք այստեղ գործ ունենք միջազգային իրավունքի խախտումների հետ եւ ցավոք սրտի վերջերս իմացանք, որ նաեւ Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու եվրոպական դատարանի որոշումը եւ փաստորեն այստեղ անարգվում է միջազգային իրավունքը։ Մշակութաբանն Արցախում կատարվածը որակում է մարդկության պատմության խոշոր մշակութային ցեղասպանություն, որը ցավոք շարունակական է։ Խոսքը համակարգված ծրագրավորված մշակութային եւ քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում եւ արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Ճոխ թվեր բարեկեցության մասին կրքեր խորհրդարանում բյուջեի կատարողականի շուրջ, ով ում է մեղադրում մանիպուլյացիայի համար։ Զվարճանք թե դիվային խաղ, դպրոցներում տարածում ստացած դռների խաղը վտանգել է երեխաներին, ահաբեկել ծնողներին, մասնագետների զգուշացումները։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Միջազգային երկու լուր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա բանակցություններ եւ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր ուղերձը փոխանցելու Ռուսաստանի նախագահ Պուտինին։ Այդ ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել եւ կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։ Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման նպատակով Իրանում էր միջազգային ատոմային էներգիայի գործակալության ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Իրանի արտգործնախարարը այցը դրական է գնահատել եւ նշել, որ առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ Վաշինգտոն-Թեհրան բանակցություններում։ Վերադառնանք Հայաստան, խորհրդարանում կրքերը թեժացել են բյուջեի կատարողականի շուրջ, ճոխ թվեր եք ներկայացնում բարեկեցության աճ տարփողում, այնինչ 35%-ով հացն է թանկացել, 50%-ով տրանսպորտը։ Իշխանավորներին հիշեցրել են ընդդիմադիրները մեղադրել մանիպուլյացիայի համար։ Իշխանական թևից հակադարձել են 5 տարվա մեջ падգամավորների աշխատավարձը կրկնապատկվել է, բայց մոռացել են ասել արդյոք ավելացել են հասարակահաղաքացու եկամուտները։ Խորհրդարանական դեբատների մանրամասները Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները լսեցին անցած տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների ելույթները։ Հերթը հասավ ընդդիմադիր падգամավորների արձագանքին, որտեղ է իշխանությունը ճոխ ներկայացնում թվերը, որտեղ է մանիպուլացնում հասարակությանը եւ ընդհանրապես ինչ արդյունք գրանցվեց անցած տարվա ընթացքում։ Այս հարցին իրանք Հայաստանի քաղաքացին ավելի բարեկեցիկ ապրում, թե չէ, թող պատասխանի Հայաստանի այն քաղաքացին, որ 2018-ի համեմատությամբ ում համար հացը ավելացել է հացի գինը 35%-ով 440 դրամից դառնալով 600 դրամ։ Ում համար մակարոնը աճել է գրեթե էլի նույնքան 490 դրամից դառնալով 740 դրամ։ Մթերքի գները տեսել եք։ Իշխանությունը հայտարարում է, թե 2024-ը ամենախաղաղ տարին էր։ Պատգամավոր Վարդանյանը զարմացած է։ Սյունիքն էլ տակ 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն, ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իշխանական թևից ռեպլիկներ հնչեցին Վարդանյանի ելույթի ժամանակ։ Արձագանքեցին ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորները։ Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լրեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը, լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք։ ՔՊԱ-կան падգամավորը ընդդիմության դիտարկումներին անդրադարձավ, սկսեց հայտարարագրման վերաբերյալ նրանց հնչեցրած գնահատականներից։ Ասացիք, որ ձեր խմբակցությունը նախաձեռնել էր հայտարարագրման համակարգի չեղարկման այդպիսի նախաձեռնությամբ եք հանդես եկել, ու մենք մերժել ենք։ Այո, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, չնայած նախագիծը Հայաստան խմբակցությանը չէր, այլ Թադևոս Ավետիսյանինն էր, եւ պարոն Ավետիսյանը միայնակ էր այդ նախագիծը պաշտպանում հանձնաժողովի նիստում։ Աննա Գրիգորյանի դիտարկմամբ էլ թվերը, որոնք ներկայացնում են իշխանության ներկայացուցիչները, միլիարդներով, միլիոններով մանիպուլացնող են։ Եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ ինչքան էիք ասում 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում։ Բայց 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Պատգամավոր Գրիգորյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների հասցեին հաճախակի հնչեցվող դժգոհություններին։ Կառավարության նիստում ասում ենք բոլորս առաջին դասարանում ենք մնացել, տգետ ենք, բայց նաև պարգևավճար եք ստանում։ Այդ ո՞նց է տենց ելնում։ Ահա այսպիսին է տնտեսական պատկերը պատգամավոր Գրիգորյանի պատկերացմամբ։ Հայաստանի պետական պարտքը մինչև 2018 թվականը 7 միլիարդ դոլար էր, 18-ից 25 թվականներին հասել է 13 միլիարդ դոլարի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Գործադիրն այսօր երկարաձգել է համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը։ Նախագիծը կառավարության քննարկման է ներկայացրել իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Առաջարկվում էր փոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգման մասին դեռ այս տարվա հունվարի 31-ին հայտարարել էր Փաշինյանը, պատճառաբանելով, որ նույնականացման քարտ ստանալու հերթը մինչև հունիս է հասնում և շատերը չեն հասցնի լրացնել հայտարարագիրը։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողները Հայաստանի տարածքում կարող են իրականացնել կաբոտաժային փոխադրում, որոշումն այսօր հաստատել է կառավարությունը։ Դա փոխադրման այն տեսակն է, որը կատարվում է պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև մյուս կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով։ Սահմանադրական դատարանի խոշորացույցում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, որ պարզվում է լուրջ թերություններ ունի։ Իրավաբանները պնդում են, որ այն պետք է հակասահմանադրական ճանաչել, քանի որ հարյուրավոր հայցերով մարդկանցից բռնագանձվում են ոչ թե տվյալ հանցանքի համար տվյալ ժամանակահատվածում ձեռք բերված ապօրինի գույքը, այլ նրանց ունեցվածքը, որ գուցե պապական ժառանգություն է։ Եթե հակասահմանադրական տարրերը հաստատվեն, տուժողները կարող են հասնել մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան միլիոնների փոխհատուցում պահանջել պետությունից։ 5 տարի առաջ ընդունվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Իրավաբանական համայնքը այդ օրենքի ընդունումից հետո հայտնեց, որ ներդրվող ինստիտուտն ակնհայտ հակասահմանադրականության խնդիր ունի։ Օրենքն էլ հակաիրավական ու խնդրահարույց տարր։ Քրեական գործեր հարուցվեցին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր օրինակ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2014-ից 15 թվականներին, բայց որոշվում էր, որ նրանից պետք է գույքը բռնագանձել, որը ձեռք էր բերվել օրինակ 1995 կամ 2003 թվականներին։ Այդ գույքը սակայն որևէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։ Ընթացակարգային մի շարք հակաիրավական ու խնդրահարույց տարրեր ունեն։ Այս 4 տարիների ընթացքում հարուցվել են 100-ից ավելի հայցեր, որոնց շրջանակում մի անձ չի անցնում, ընտանիքներ են անցնում։ Լրջագույն խնդիրը պրակտիկայում մեզ հանդիպող այն հանգամանքն է հանդիսանում, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անձը մեղադրում էր օրինակ մի հանցանքի համար, որը ենթադրաբար իր կողմից կատարվել էր 14 կամ 15 թվականին, բայց նրանից ուզում էին բռնագանձել գույք, որը ձեռք էր բերել 1996 կամ 2002 թվականներին, ու բնականաբար այդ գույքը որևէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։ Հիմա Սահմանադրական դատարանը ընդունել է որոշում, որով այսուհետև ենթադրաբար ապօրինի գույքը բռնագանձման է ենթակա, եթե այն ուղղակի կապ ունի անձին վերագրվող հանցանքի հետ։ Այսինքն, եթե անձը մեղադրվում է 2015-16-ի ընթացքում կատարած որևէ հանցավոր արարքի հետ, այդ գործի շրջանակներում քննվող ապօրինի գույքը պետք է ուղղակիորեն կապ ունենա տվյալ հանցանքի ու տվյալ ժամանակահատվածի հետ։ Իրավաբան Մելոյանի ձևակերպմամբ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում մի քանի քրեական գործերի վերաբերյալ արդեն որոշումներ կան։ Հենց այն հայտնի Range Rover-ի դեպքը, որ ինքը հրապարակել էր, որը բարձվեց $10,000 չգերազանցող հին մակնիշի Range Rover-ի մասին էր խոսքը, որ անգամ պիտանելիության խնդիր է ունեցել։ Մի քանի գործի շրջանակում այո, որոշում արդեն կայացվել է։ Եթե որոշումը այնպիսին է, ինչպես մենք պատկերացնում ենք, դատախազության ողջ պրակտիկան ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով կապված փոփոխության է ենթարկվի եւ նորովի վերանայման է ենթակա։ Սահմանադրական դատարանի որոշումը դեռ պետք է հրապարակվի ամբողջությամբ։ Այն կհրապարակվի երրորդյա ժամկետում, եւ եթե Սահմանադրական դատարանի տեքստը լինի ընդհանրական, քաղաքացիները իրավունք կունենան այդ վճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ըստ իրավաբանի, խոսքը մեծածավալ գույքի մասին է, եւ Հայաստանը լուրջ ֆինանսական փոխհատուցումների խնդրի առջև է կանգնելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ժամին, Սահմանադրական դատարանից փոխանցել են, որ հրաժարականը պայմանավորված է Վահե Գրիգորյանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ընտրվելով։ Հրաժարականի դիմումը Գրիգորյանը այսօրվա ամսաթվով ներկայացրել է խորհրդարանին, նշված է փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարությունում։ 7 օր հետո խորհրդարանը կհայտարարի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։
Հաջորդ թեմայի մասին կարմիր դուր, դեղին դուր, նոր խաղ, որ համացածի միջոցով տարածում է գտել հայկական դպրոցներում, վտանգել երեխաների հոգեկան առողջությունը, ահաբեկել ծնողներին։ Երեխային հիպնոսացնող խաղը սարսափ, տագնապ, խուճապ կարող է առաջացնել անքնության պատճառ դառնալ։ Մասնագետները զգուշացնում են, վտանգի գոտում են հատկապես ներշնչվող զգայուն երեխաները, որոնք խաղում ներգրավվելով հետո լուրջ հոգեկան խնդիրների կարող են բախվել անդառնալի հետևանքներով։ Զվարճանք թե դիվային խաղ։ Թրենդային դարձած դռների խաղը տարածվում է հայկական դպրոցներում ու նոր թափստանում։ Հոգեբանական մեդիտատիվ խաղը երեխաները կամ դեռահասները խաղում են ինչպես զվարճանալու, այնպես էլ գերբնական փորձառություն ձեռք բերելու համար։ Այն սկսելիս երեխաները քունքերի մերսումով միմյանց հիպնոսի են ենթարկում, ընկղմվում երևակայական միջավայր, որտեղ բացում են տարբեր գույնի դռներ ու հանդիպում տարօրինակ կամ դիվային կերպարների։ Օրինակ, մուրճը ձեռքին կմախքի։ Մասնագետներն ասում են, խաղը կարող է առաջացնել սարսափ, պանիկա, անքնություն, ընդհուպ վնասել հոգեկան աշխարհը։ Առաջին հայացքից անվնաս թվացող խաղը իր հիմքում խորքում հատկապես զգայուն եւ ներշնչվող երեխաների համար կարող է վնաս հասնել ընդհանուր միջև հոգեկան առողջությանը։ Ոչ երեխան, ոչ մեծահասակը ի սկզբանե չեն կարող վտանգը զգալ։ Վտանգը լինում է հետևանքի մեջ, երեխան կարող է այդ կերպարների հետ զրույցներ ունենալ, այդ կերպարներին պարբերաբար տեսնել, նկարագրել, որ այդ կերպարը իրեն հետապնդում է։ Կարմիր դուր, դեղին դուր խաղը հատկապես տարածված է TikTok ու YouTube հարթակներում։ Երեխաներից ու դեռահասներից շատերը փորձարկում են խաղը, չգիտակցելով անգամ, որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Որպես կանոն երեխաները, հատկապես դեռահասները, սիրում են սուր էմոցիաներ ունենալ, սիրում են իրենց յուրահատկությունը զգալ, սիրում են այսպես ուռճացված բառերով պատմել իրենց զգացողությունները։ Իրանք իրար պատմելու բաներ են ունենում, վախեցնող դրվագներ։ Սա երեխաների համար ապահովում է ինքնության, կարևորության լինելիության, այսպես փորձարկման մի բան է դառնում։ Ամենավտանգավորը իրականության զգացողության կորուստն է։ Մասնագետների դիտարկմամբ հատկապես շատ զգայուն երեխաների մոտ խաղը կարող է իրականության եւ երևակայության սահմանագիծը ջնջել։ Երբ մենք գիտակցության շեմից երեխային թույլ ենք տալի, որ ինքը անցնի այլ շեմ, որտեղ որ ամեն ինչ անկառավարելի է, մենք հետո արդեն առողջությունը հետ վերադարձնելու խնդիրներ կունենանք։ Երբ երեխան իրականության զգացողությունը կորցնում է, նա սարսափ վիճակի մեջ է հայտնվում, որ կարող է չզգալ մարմինը, կարող է շուրջը նայել եւ չհասկանալ ինքը որտեղ է գտնվում։ Շատ կարևոր է նաև հրահանգը տրվողի եւ մասնակցողի հոգեբանական միասնության հարցը։ Այսինքն որքանով է վստահում, ենթարկվողը հրահանգ տվողին։ Եթե չկա վստահություն, եթե չկա այսպես ապահովության զոնա, բնականաբար հրահանգ տվողի ազդանշանները երեխայի հոգեկանի վրա կարող են շատ ավելի բացասական լինել։ Այսինքն երեխան ձայնի տոնից, անձի հուզական վիճակից կախված շատ ավելի հեշտ կարող է ընկնել այդ տրանսային վիճակի մեջ։ Արգելել բացատրելով մասնագետները հորդորում են զրուցել երեխաների հետ, բացատրել հետևանքները օրինակներով առանց նրանց ճնշելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Կոկային, ծխախոտի տուփում, կաթուցիչում դեղնականաչավուն նյութ, տելեգրամով թմրամիջոցի շրջանառության կասկածանքով 2 երիտասարդ է ձերբակալվել։ Հայկական կինոն 102 տարեկան է, ումն են ամենաշատ մրցանակները պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությանը։ Եվ այսօր ավագ 5-շաբթին է, հաղորդություն ստանալու, զղջալու, ապաշխարելու խորհրդով, առանց որի փրկություն չի լինի։ Արմենիայի եթերում լրատվական երեկոն շարունակվում է։ Հայկական կինոն 102 տարեկան է, 1923 թվականի ապրիլի 16-ին ստեղծվեց պետկինոն, որը ընդամենը 2 տարի անց Նաիրի կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ 1 տարի անց արդեն հայ կինոն ուներ իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը, էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի Նամուսը։ Կինոյի օրը Երևանում նշել են պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությամբ։ Ամենաշատ մրցանակները ստացել է մեդալի հակառակ կողմը ֆիլմը, որն ի դեպ կինոյի հիմնադրամի հատկացրած 40 միլիոն դրամ աջակցությունը ամբողջովին վերադարձրել է բյուջե։
Կինոն ի կատարածեց մարդկանցից յուրաքանչյուրի թաքուն երազանքները։ 130 տարի առաջ Փարիզյան Գրան կաֆեում Լյումիեր եղբայրների հռչակավոր գնացքից ահաբեկված հանդիսատեսը հազիվ էր ուշքի եկել, երբ աննախադեպ նորույթը քաղաքից եկավ հեռավոր բնակավայրեր։ Մարդիկ իրար ականջի փսփսացին, ասում են շարժվող լուսանկարներ ենք տեսնելու։ Հրաշքի սկսվելուն պես շատերին թվաց երազ է։ Կինոն ոչ միայն պատմություն է, այլև ուղի ժառանգությունը ճանաչելու եւ տարածելու։ Իսկ հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելն իսկական իրադարձություն։ Միջոցառումն անցկացվեց Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխության շրջանակում։ Սա մեր երազանքներ, որպեսզի Հայաստանում ստեղծվեն պրոֆեսիոնալ կինոգիլդիաներ։ Սա ընդունված ուրեմն գործունեության ձև է կինոյի աշխարհում, որպեսզի կարողանան կինոյի գիլդիաների միջոցով կարգավորեն բոլոր այն խաղի կանոնները, այսպես ասած, որ գոյություն ունի կինոյի աշխարհում։ Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ եւ ոլորտի աշխատակիցներ պարգևատրվեցին Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության կողմից։ Կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որն ըստ նախարարի նոր տեմպ է տալու կինոարտադրությանը։ Դա այսպես կոչված հարգի մրցանակաբաշխությունն է, որովհետեւ պրոֆեսիոնալների մրցանակաբաշխությունը եւ իրենք են որոշում իրենց մեջ ով է ամենալավը, եթե այդպես ասենք, եւ ֆիլմերը ներկայացրել են, դիտել են հանձնաժողովները, ժյուրիները, ամեն գիլդիա իր կանոնակարգով եւ իր որոշման ձևով։ Մեդալի հակառակ կողմը ֆիլմն առաջատար դարձավ ստանալով 4 մրցանակ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի հատկացրած 40 միլիոն դրամ աջակցությունն ամբողջովին վերադարձվել է բյուջե կինոպատումի վաստակի շնորհիվ։ Ես միշտ ասում եմ, որ եթե ես տղամարդ լինեի, կծառայի հայկական բանակում, բայց քանի որ կին եմ, ուրախ եմ, որ այս կերպով եմ կարողանում ծառայել իմ երկրին։ Առհասարակ ես առաջնորդվում եմ մի փիլիսոփայությամբ, որ մի հարցրու երկրիդ ինչ կարող է երկիրը անել քեզ համար, հարցրու դու ինչ կարող ես անել երկրիդ համար, եւ կարծում եմ մեր թիմի համար սա մեծագույն հաջողություն էր, որ ֆիլմը բացի սիրվելուց նաեւ ֆինանսական հաջողություն գրանցեց եւ մենք կարողացանք այդ ամբողջ գումարը յետ վերադարձնել մեր պետությանը։ Գլխավոր հերոսուհին, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, ռեժիսորն ու սցենարիստը, ասում է վերջին 7 ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է նաեւ Հայաստանից դուրս, նվաճելով բազմաթիվ մրցանակներ։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Այսօր ավակ 5-շաբթին է, որն իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ ունի ավակ շաբաթվա մեջ։ Առավոտյան հայ առաքելական եկեղեցիներում մատուցվել է պատարագ ի հիշատակ խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսի հաղորդության խորհրդի հաստատման, որից հետո կատարվել է ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է հեզությունն ու խոնարհությունը։ Ավակ 5-շաբթին հաղորդություն ստանալու, զղջալու, ապաշխարելու խորհուրդն ունի, առանց որոնց փրկություն չի լինի։ Ավակ 5-շաբթի է Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության եւ Սուրբ հաղորդության խորհրդի հաստատման օրը։ Մեծ պահքը ապաշխարությամբ անցկացրած հավատացյալները վաղ առավոտից եկեղեցիներում են մասնակցելու ժամերգությանը, ապա ապաշխարողած կարգին։ Այնուհետև մատուցվում է Սուրբ պատարագ, որի ժամանակ հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը։ Սուրբ հաղորդության խորհրդի հաստատումը Քրիստոսի կողմից եղավ վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ Քրիստոս վերցրեց հացը, բաժանեց իր աշակերտներին եւ ասեց առեք կերեք այս է իմ մարմինը։ Տվեց գինին, ասեց առեք ըմպեք այս է իմ արյունը։ Եվ Սուրբ հաղորդությունը եկեղեցու կարևորագույն սրբությունն է, Քրիստոսի մարմինն ու արյունն է խորհրդանշում, որը մարդը ստանալով հաղորդվում է Քրիստոսին։ Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծո հետ, հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ եւ ապաշխարել գործած մեղքերի համար։ Ավակ 5-շաբթի կատարվող Սուրբ պատարագը հենց այս խորհուրդն ունի։ Առանց Քրիստոսի արյան ու մարմնի հաղորդության չենք կարող փրկություն ունենալ։ Այս օրերին հորդորում ենք, որ ավելի ու ավելի լինեն աղոթքի մեջ, ավելի ու ավելի կարողանան պահեցողության խորհուրդը ճիշտ հասկանալ եւ քանի որ մոտենում ենք Սուրբ Հարության, ամեն մարդ ինքնակնությամբ զբաղվելով հասկանա, թե ինչքանով է ինքը պատրաստվել Սուրբ Հաղորդության խորհրդին։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն։ Քրիստոս վերջին ընթրիքից առաջ ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ լվանում է իր աշակերտների ոտքերը։ Այդպես էլ հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով։ Իր աշակերտների ոտքերը լված, հա, այդպիսով ինքը լինելով եւ վարդապետ եւ ուսուցիչ եւ Աստված խոնարհվեց, ծնկի եկավ եւ իր աշակերտների ոտքերը լված։
ճիշտ է զարմանք առաջացրեց աշակերտների մոտ, սակայն սրանով հաստատեց մարդու մեջ խոնարհության առաքինությունը։ Երեկոյան արդեն եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության եւ չարչարանքների հիշատակն է։ Այն վերաբերում է ավագ ուրբաթին, խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ժամանակ խորանի վրա վառվում են 13 մոմերից 12-ը, որոնք խորհրդանշում են Քրիստոսին ու առաքյալներին։ Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կոկային ծխախոտի տուփում, կաթոցիչում, դեղնականաչավուն նյութ, տելեգրամով թմրամիջոցի շրջանառության կասկածանքով 2 երիտասարդ է ձերբակալվել։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հնդկաստանը 2 տարում Հայաստանին մատակարարել է ներմուծված սպառազինության գրեթե կեսը։ 2022-24 թվականներին երկիր ներկրված ողջ զենքի 43%-ը, հայտնում է Reuters-ը։ Վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի զինված ուժերի զենքի հիմնական մատակարարը։ Ինչպես ավելի վաղ հնդկական լրատվամիջոցներն էին գրում, կողմերը $100 միլիոն պայմանագրեր են կնքել 2022-23 թվականներին։ Նյու Դելին փոխանցել է կամ պատրաստվում է Հայաստանին փոխանցել համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց հաուբիցներ, հոբ համակարգեր եւ այլ զինամթերք։ Մոտ 1800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահման անցնելու իր հերթին է սպասում վերին Լարսում։ Այս հերթում են ավելի քան 5000 բեռնատար տարբեր երկրներից, որոնցից 1745-ը հայկական պետհամարանիշներով։ Երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է։ Սա ի դեպ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Երևանում ձերբակալել են 2 երիտասարդի, որոնց կասկածում են Telegram սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար։ 30-ամյա տղամարդուն ձերբակալել են Սայաթնովա պողոտայում իր բնակավայրին մոտ։ 26 տարեկան երիտասարդը այդ պահին դիմել է փախուստի, սակայն հետո նրան բռնել են տեղափոխել ոստիկանություն։ 30-ամյա տղամարդու ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է զիպ փականով տոպրակ լցված կոկային թմրամիջոցի նմանվող 10 գրամից ավելի փոշենման զանգվածով։ 26 տարեկանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե կաթուցիչ դեղնականաչավուն զանգվածով։ Ռոմի Պապ Ֆրանցիսկոսի փոխարեն Սուրբ Զատկի տոնի արարողությունները Վատիկանում կանցկացնեն կարդինալները։ Կիրակի առավոտյան Սուրբ Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում կմատուցի կարդինալ Անջելո Կոմաստրին։ Պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հիվանդանոց տեղափոխվեց բրոնխիտով, որը հետագայում կրկնակի թոքաբորբ դարձավ։ Սիանուշ Միրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օթերևութաբանների կանխատեսումների մասին եղանակը տաքանում է։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերգեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ Երևանում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 10-ից 16 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 16-ից 20, Լոռիում 11-ից 16, Տավուշում սպասվում է 14-ից 18, Արարատում եւ Արմավիրում 18-ից 21 աստիճան ջերմություն։ Սյունիքի Հովիտներում կլինի 15-ից 19, իսկ Սյունիքի նախալեռներում 10-ից 13 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 4-ից 6 աստիճան ջերմություն, ցերեկը 17-ից 19, երեկոյան ժամերին 10-ից 12 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։